Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչպիսի զարգացումներ են լինելու հեռուստասերիալում և ինչ հանգուցալուծում է ստանալու վերջապես Սարգսյանների ու մակունցների պայքարը։ Ինչպես մակունցները, այնպես էլ Սարգսյանները հեշտ հանձնվողներից չեն։ Ինչ է լինելու, երբ նրանց զավակներն ամուսնանան, արդյոք նրանք վերջապես թույլ կտան, որ երջանիկ լինեն միասին և հաշտվեն, չէ՞ որ այստեղ խոսքը գնում է նրանց հոր սպանության մասին, արդյոք նրանք այդքան հեշտ կզիջեն իրենց դիրքերը։ Ժամանակը ցույց կտա, բայց մինչ այդ հեռուստասերիալի նկարահանման հրապարակում թեժ է, հեռուստասերիալում առավել ևս։ «Գոյամարտ» սերիալը հիմա ապրում է իր ամենալարված, ամենաէմոցիոնալ ու ամենամութ փուլերից մեկը։ Այնինչ սկզբում թվում էր պարզապես երկու ընտանիքների հակամարտություն, այժմ վերածվել է իսկական հոգեբանական պատերազմի, որտեղ յուրաքանչյուր հերոս կանգնած է իր կյանքի ամենաբարդ ընտրության առաջ։ Դիանա Գրիգորյանը կարողացել է ստեղծել մի պատմություն, որտեղ սերը, վրեժը, ընտանիքը, անցյալի գաղտնիքները և մարդկային ցավը խառնվել են իրար, այնպես որ հեռուստադիտողը բառացիորեն չի կարողանում կտրվել սերիալից։ Վերջին օրերի ամենաքննարկվող թեման իհարկե Հունանի ու Ավոյի հակամարտությունն է։ Համացանցում տարածված կադրերը, որտեղ Հունանը վառելիքի տարայով կանգնած է Ավոյի դիմաց, բառացիորեն ցնցել են հեռուստադիտողներին։ Շատերն են համոզված, որ սովորական սպառնալիք չէ, այլ իրական նախազգուշացում այն մասին, որ առաջիկայում տեղի է ունենալու ողբերգական դեպք։ Եվ այսօր էլ պարզ դարձավ, որ Հունանն իմացավ, թե ինչ է կատարվել Էռնայի հետ։ Նա հոգեբուժարանում էր։ Այս անգամ էլ, հավանաբար, նա օգնելու է քրոջը դուրս է բերելու հոգեբուժարանից։ Նա քրոջը սիրում է բոլորից ու ամեն ինչից շատ, ու ոչ մի պարագայում նա Էռնային հոգեբուժարանում չի թողնի, ու Ավոն պետք է պատասխան տա այս ամենի համար։ Եվ հիմա այս պահին ամենասարսափելին այն է, որ Հունանը հոգեբանական այն վիճակում է, երբ կարող է իսկապես գնալ ամենածայրահեղ քայլերի։ Նա արդեն կորցնում է ամեն ինչ։ Լեան այլևս չի վստահում իրեն, Ինան կանգնած է հեռանալու եզրին, Գրիշոն կամաց-կամաց դառնում է անկախ։ Նշենք, որ շատ շուտով հարսանիք է տեղի ունենալու։ Գրիշոն պատրաստվում է իր հարսանիքին, որը կայանալու է օրեր անց։ Արդյոք տեղի կունենա այդ հարսանիքը, թե ոչ, շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ ու կբացահայտենք ամենահետաքրքիրը։ Հունանը միշտ ուժեղ, վերահսկող ու սառնասիրտ մարդ էր թվում, բայց հիմա առաջին անգամ հեռուստադիտողները տեսնում են նրա խուճապը։ Նրա ընտանիքը քայքայվել է, ինչպես իր երեխաներն են նշում, նրանք երբեք իրենց ծնողներին նման վիճակում չեն տեսել։ Բայց հիմա մեկը մյուսի վրա ձեռք է բարձրացնում ու ձայն է բարձրացնում։ Սա նշանակում է, որ ամեն ինչ ավելի վատ է, քան կարծում են հեռուստադիտողները։ Եվ Հունանի նման մարդիկ ամենավտանգավորն են դառնում հենց այն պահին, երբ զգում են, որ կորցնում են իշխանությունը։ Եվ սա սերիալի ամենացավոտ գծերից մեկն է։ Նա այն մարդն էր, ով ամբողջ կյանքում հավատում էր եղբորը, պաշտում էր Հունանին, տեսնում նրա մեջ իդեալական տղամարդու կերպար, բայց երբ ճշմարտությունները սկսեցին բացահայտվել, նրա ամբողջ աշխարհը փլվեց։ Նա իմացավ, որ Հունանը կապված է սպանությունների, դաժանության ու բազմաթիվ մութ պատմությունների հետ, և դա կոտրեց նրան հոգեբանորեն։ Հիմա Էռնան փորձում է դուրս գալ հոգեբուժարանից։ Նա փորձում է բոլորին բացատրել, որ իրեն խաբել են, օգտագործել, փակել այնտեղ, բայց ամենացավոտն այն է, որ ոչ ոք նրան չի հավատում։ Սա շատ ծանր հոգեբանական իրավիճակ է։ Մարդ չգիտի ճշմարտությունը, փորձում է օգնություն խնդրել, բայց բոլորը կարծում են, թե նա պարզապես հոգեկան խնդիրներ ունի։ Էռնայի ամենամեծ ցանկությունը հիմա Հունանի հետ կապ հաստատելն է, և սա շատ հետաքրքիր կետ է։ Չնայած ամեն ինչին, նա դեռ ներսից կապված է եղբոր հետ։ Նա ուզում է հասկանալ, արդյոք Հունանը կփրկի իրեն, թե վերջնականապես կհրաժարվի իրենից։ Բայց
Բայց եթե Հունանն իմանա, թե ինչ է կատարվել Էռնայի հետ, նա իսկապես ձեռքերը ծալած չի նստի, որովհետև որքան էլ դաժան լինի, Էռնան նրա ամենացավոտ կետերից մեկն է։ Շատ հավանական է, որ հենց այստեղից սկսվի նոր պայթյունավտանգ հակամարտություն, և եթե վարկածները ճիշտ են, ապա Հունանը կարող է անցնել ամենավտանգավոր քայլին՝ այրել այն տունը, որտեղ ապրում է Ավոն։ Սա արդեն բաց պատերազմ կլինի։ Եթե Հունանն իսկապես կազմակերպի այդ հրդեհը, դա կնշանակի, որ նա վերջնականապես կորցրել է սահմանները։ Բայց այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ Ավոն էլ սովորական հակառակորդ չէ։ Նա երկար տարիներ սպասել է վրեժի պահին, նա շատ հաշվարկող ու խորամանկ մարդ է, և եթե Հունանը մտածում է, որ կարող է պարզապես ուժով հաղթել, գուցե շատ ծանր սխալվի։ Հնարավոր է հենց այս պատերազմը դառնա այն կետը, որտեղ վերջապես բացահայտվեն բոլոր գաղտնիքները։ Ռաֆի մահը, անցյալի սպանությունները, Հունանի իրական դեմքը, Ավոյի վրեժի ամբողջ պատմությունը։ Սերիալը հիմա մտնում է շատ մութ փուլ։ Այստեղ մարդիկ այլևս պարզապես չեն վիճում, նրանք կործանում են միմյանց կյանքերը, փորձում են փրկել ընտանիքները, կորցնում են իրենց ու գնում այնպիսի ճանապարհներով, որտեղից հետ դառնալը շատ դժվար է լինելու։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել չափազանց ծանր ու ինտրիգային։ Կկարողանա Լեոն դուրս գալ փողոցային մարտերի աշխարհից, կհասկանա Հունանը Մանանի իրական նպատակները և արդյոք կփրկվի Էռնան հոգեբուժարանից, և ով է հրդեհելու այն տունը, որտեղ ապրում է Ավոն, ինչպես է Ավոն հայտնվում Դավիթ պապի տանը, ինչու են նրանք խնամում Ավոյին։ Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Մի բան արդեն պարզ է՝ գոյամարտում սկսվել է այն փուլը, որտեղ յուրաքանչյուր հերոս կանգնած է իր կյանքի ամենավտանգավոր ընտրության առաջ։